Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալը մոտենում է իր ամենալարված և էմոցիոնալ պահերին, երբ թվում է, թե ամեն ինչ կամաց հարթվում է, նոր խնդիրներ են առաջանում։ Օֆան դուրս է եկել հիվանդանոցից ու Ռուբենը իր խոստման համաձայն մշտապես նրա կողքին է, փորձելով աջակցել։ Նրանք երկար տարիներ եղել են բաժանված, բայց ճակատագիրն այնպես դասավորվեց, որ կրկին հանդիպեն։ Ռուբենը հասկանում է, որ Օֆայի համար դժվար է ընդունել իրականությունը, բայց միևնույն ժամանակ նա դեռ ունի զգացմունքներ Օֆայի հանդեպ։ Հեռուստադիտողները ենթադրում են, որ Օֆան կարող է հիշել ամեն ինչ ամենաանսպասելի պահին, ինչը կփոխի նրա վերաբերմունքը Ռուբենի ու Մարիայի նկատմամբ։ Այժմ հարցն այն է, թե արդյոք Ռուբենը դեռ սիրում է Օֆային, թե նրա սիրտը պատկանում է Նոնային, ուղղակի խղճահարությունից ելնելով է այս պահին Օֆային օգնում։ Նոնան շարունակում է տառապել, չնայած նրան, որ նրա կյանքում ամեն ինչ կարծես լավ ընթացք էր ստանում։ Մարիան ու Դավիթը դեռ չեն կարողանում հաշտվել, և նրանց հարաբերությունները մնում են լարված։ Մարիան զգում է, որ առանց Դավիթի չի կարող ապրել, բայց Դավիթը վիրավորված է և պատրաստ չէ կրկին վստահել նրան։ Նրանց վերջին հանդիպումը նորից վերածվեց վեճի, քանի որ Դավիթը չի կարողանում հաղթահարել իր զգացմունքներն ու ասում է այն, ինչ մտածում է։ Այս իրավիճակից օգտվում է միայն Ռաֆը և շարունակում է խանգարել նրանց հարաբերություններին։ Դավիթը դեռևս չի հասկանում, որ Ռաֆը նրա դեմ է գործում, և սա Մարիայի համար դառնալու է ավելի մեծ խնդիր։ Հնարավոր է Ռաֆը փորձի Մարիային վերջնականապես կտրել Դավիթից, ինչ-որ վտանգավոր քայլեր ձեռնարկելով։ Հեռուստադիտողները ենթադրում են, որ Մարիան կփորձի պաշտպանել Դավիթին, բայց արդյոք նա կհասցնի դա անել, նախքան Ռաֆն իր պլանը կյանքի կկոչի։ Աբուլը վերջապես իր հարաբերությունները կարգավորել է Նոնայի ու Ռուբենի հետ։ Իհարկե, դեռ չի կարողանում ամբողջովին նրանց ընդունել որպես իր կենսաբանական ծնողներ, սակայն ամեն ինչ դեռ առջևում է։ Աբուլն էլ է հասկանում, որ այս մարդիկ նույնպես տուժել են տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերից, իսկ ավելին դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութում, չմոռանալով կիսվել ձեր կարծիքները։ Ստորագրություն ա տվել ու գնացել է։ Ապայնով կլինի։ Չգիտեմ, Ռաֆ, բայց սիրտս այնքան անհանգիստ է, ինչի ա տենց քանի գնացել։ Մարիա կարող է տուն գնացած լինի, արի գնանք իրա տուն։ Լավ։ Բայց սպասի պապային զանգեմ, հա։ Ես չգիտեմ դուք ինչ կարծիքի եք, բայց ինձ այս ոճը մազերի սկսել է շատ դուր գալ, ժամանակին չէի սիրում էի սենց փռած ուղակի, հիմա շատ է դուր գալիս ինձ այս ոճը։ Դուք ինչ կասեք, ինձ ավելի շատ սազում է թափած մազերով, թե սենց կապած։ Դեր ստորի արա։ Որտեղ ստորի անեմ։ Գծերի վրա։ Ասնեմ ընդեղ։ Դες էս երկու կետրա։ Անսպասելի զարգացումներ։ Այնտեղ շներ կլնեն։ Այնտեղ Ինքը աշուշենիա որ քաղաքից դուրս է, արևը շատ ուժեղ է աշխատում, շատ մեծ։ Փու գազարագույն։ ապարատունես գնանք ֆոտոսեսիա անենք, ծոմն ուրա, մի կամերային նկարում, սաղ ստորի եմ անում ով։ Բեկալ ենք գնանք ֆոտոսեսիա թողնենք։ Եթե այդպես բան ենք անում, արա։ Քանի րոպե եմ ազատ։ 2 կհասցնենք։ Պապ։ Չունենամ ձեզ։ Ինչ։ Բարի լույսը սկսում ենք Armenia TV-ից։ Կարաններ շարունակվում են, ես փորձում եմ սուրճ խմել, արթնանալ։ Մի 2 րոպե ազատ ունեմ։ Համուր բաներ են բերել մեր երեխեքը։ Բոլորս լավ ու բարի օր։ Դժվարանամ պատասխանեմ, կուզենայի դրական թե բացասական կերպար խաղայի, ավելի շատ կուզենայի ինչ-որ Թանքսգիվինգի կերպար խաղայի, բայրի կերպար խաղայի, եթե միշտ ուզեցել եմ ես, բայց իմ կարծիքով բացասական կերպարները ավելի բարդ են խաղալը, քան դրական, ես այդպես եմ կարծում։ Սկզբում երբ որ նոր եմ նկարվում, ինձ հարցնում էին Լիլիթի կերպարը ինչով է նման ինձ, ես ասում էի, որ մենակ արտաքինն է, որովհետև Լիլիթը շատ քայլեր էր անում, որը որ Սյուզին չէր անի։ Բայց հիմա Լիլիթը գնալով նմանվում է Սյուզիին։ Իհարկե կտեսնենք, որովհետև կինոարտադրությունը, նկարահանումները
գիտություն, որ ես ապագայում պատկերացնում իմ տարերքն է այդտեղ ուղղակի ես չեմ պատկերացնում ինձ ոչ մի ոլորտում, ոչ մի երբ որ սիրում ես յուրաքանչյուր զգացողություն նորմալ է, հատկապես սա բայց ես ուղղակի խորհուրդ կտամ լավատես լինել հույսը լինել Աստծո և ճակատագրի վրա, որովհետև այն ինչ տրված է ձեզ, դա էլ կլինի։ Եթե պետք է որ դուք մոռանաք, չսիրեք, դա կլինի։ Առանց ինչ-որ ավելորդ ուժ եռան ներդնելու այդ ամեն ինչի մեջ։ Դա կստացվի ավտոմատ և ձեր համար շատ անսպասելի կերպով։ Մի ուղղակի կարդանաք, որ այսպես մեծ չրթիկ կլինի, ու կհասկանաք, որ վերջ ոչ մի բան չկա, դատարկ կա։ Իհարկե կա և հեռավորության վրա, և տարիքի հեռավորության վրա, քանի որ սերը ոչ մի չի հասկանում։ Ույր է։ Դժվարանամ պատասխանեմ, կուզենայի դրական թե բացասական կերպար խաղայի, ավելի շատ կուզենայի ինչ-որ տանցից երսկի կերպար խաղայի, ինչ-որ բայրի կերպար խաղայի, այդ միշտ ուզեցել եմ ես, բայց իմ կարծելով բացասական կերպարները ավելի կարդ են խաղալը, քան դրական, ես այդպես եմ կարծում։ Այսպիսի տուն եմ ուզում ես, չէ շատ բան է կալարիտն է իրականում ես մեր սիոմիշնի գրուպայի տունը, խապլան, բաբկենին իմիջալոտ շատ եք սիրում ժողովուրդ ջան, հիացեք բաբկեննա, վայ, են մարդը, որ մեզ գեղեցկացնում է, բարև Սեդա ջան, բարև, ոնց ես, լավ ես, լավ, իպր իմացել ես չէ գիտես խնդիրներ ունեմ, դե ինչ, մեզ լավ որ և բարյախոժակ, ընկերներ ողջունում եմ ձեզ, ես հիմա գտնվում եմ նկարանման հրապարակում, կարելի է։ Այո, իհարկե բարև ձեզ։ Վաղ, մեր սիրելի Դավիթը և Անին։ բարև, մենք բաբկենին շատ ենք սիրում։ Մենք է ձեզ ենք շատ սիրում, իմ հետևորդները ձեզ շատ են սիրում։ Լավ երեք, ձեզ մաղթում եմ լավ օրվա շարունակություն։ Վայ, ապրես։